Քաղբանտարկյալների կազմակերպվել է բողոքի ակցիա, ասես դատախազությունը ականջալուր կլինի եւ այս ակցիան ինչ է տալու, արդյոք նրանք ականջալուր կլիներ եւ կվերանային իրենց որոշումը։ Բոլորս էլ միանշանակ հույս ունենք, որ որոշումները կվերանայվեն, որովհետև այն ամենը ինչը որ տեղի ունենում Հայաստանում 2020 թվականից հետո բոլոր այն քրեական գործերը, որոնք որ հարուցվել են սրբազանների դեմ, քաղաքական գործիչների կամ բարարների նկատմամբ, իրենք փաստացի ոչ մի իրավական հիմք չունեցող շինծ ու բնույթ կրող քրեական գործ որոնք որ հարուցվել են մարդկանց վրա, բացառապես այն բանից ելնելով, որ մարդիկ փորձել են հայտնել իրենց ազատ կարծիքը, իրենց ազատ խոսքի իրավունքից են օգտվել, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այլախոհ են եղել այս իշխանությունների հետ, բոլոր այդ մարդիկ այսօր կալանավորված են, բոլորի վրա ինչ որ քրեական գործեր կար, տերորիզմից սկսված, ինչ որ չգիտեմ ամենավերջին քրեական գործերը, որը որ կարելի էր հարուցել, հարուցված է։ Ուրեմն այն ժողովրդարության բաստիոնը, որի մասին ենք խոսում էին 2020 թվականից սկսած, այն սիրո հանդուրժողականության կոչերը, որոնք որ այս իշխանությունը անում էին իշխանության գալուց 2018 թվականին, եվրոպական ստանդարտներին են փորձում համապատասխանել, բայց բոլորս շատ լավ տեսնում ենք, որ մեր երկրում, այն երկրում, որտեղ կան այս քանակով քաղբանտարկյալներ, դա անհնար է։ Ինչ կապված է արդյունքների հետ, բոլորս էլ վստահ ենք, որ մեր պայքարը մինչև վերջ շարունակվելու է, մինչև վերջ փորձելու ենք նմանատիպ ակցիաներով եւ բազմաթիվ այլ գործողություններով փորձելու ենք հասնել մեր նպատակին անկախ ամեն ինչից։ Շնորհակալ եմ։